Չնայած Ադրբեջանը 2016-ին չկարողացավ գրավել ոչ մի բնակավայր կամ լուրջ ռազմավարական տարածք, այնուամենայնիվ նրանք պետք է հանգստացնեին այն ժողովրդին, որոնց տարիներ շարունակ կերակրել են հակահայ քարոզչություններով և ասում էին, որ ուր որ է Ղարաբաղը մերը կլինի։ Եվ քարոզչությունը կենտրոնացավ Լելե-Թեփե բարձունքի վրա։ Այդ փոքր բարձունքը ներկայացվեց որպես Ադրբեջանի հողերի ազատագրման սկիզբ։ Ալիևը անձամբ այցելեց այդ դիրքեր, լուսանկարվեց հեռադիտակով, կատարեց որոշակի ռազմատենչ հայտարարություններ, որը նպատակ ուներ ստեղծել պատրանք, թե նրանք արդեն տուն են վերադառնում։ Եթե մինչ 2016 թվականը ադրբեջանական բանակը հիմնականում հենվում էր խորհրդային ժառանգության վրա, տանկեր, հրետանի, կենդանի ուժ, ապա ապրիլյան պատերազմից հետո առաջնահերթությունը կտրուկ փոխվեց։ Սկսվեց նորագույն տեխնոլոգիաների վերազինման փուլ։ Ադրբեջանը սկսեց մեծածավալ գնումներ իրականացնել մի քանի ուղղություններով, որոնցից էր օրինակ անօդաչու թռչող սարքերը։ Եթե 2016-ին կիրառված խառովները նորություն էին, ապա հաջորդ տարիներին Ադրբեջանը սկսեց կառուցել ամբողջական ԱԹՍ համակարգ։ Խոսքը միայն հարվածային սարքերի մասին չէր։ Գնվում էին նաև հետախուզական, վերահսկման, նշանառման և կապի ապահովման ԱԹՍ համակարգեր։ Ըստ միջազգային հետազոտական կենտրոնների, մասնավորապես Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի, 2016-ից 2020 թվականներին Ադրբեջանը ձեռք է բերել ավելի քան 500 միավոր հետախուզական, հարվածային և այլ տեսակի տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր, դրանց վրա ծախսելով ավելի քան $800 միլիոն։